Լավ, տեսեք, ոչ միայն այս ամբիոնից ձեր հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն, այլ դուք իրականում ներկայացնում եք ձեր վարքագիծը, ձեր ապրելու, մտածելու պատկերացումները եւ վերագրում եք դա դաշնակցությանը։ Հայաստանի պետականության դեմ դուք եք գործել, կորուստները ձեր ուժը բերել ես երկրին այս վերջին 7 տարիների ընթացքում եւ այսպես շարունակ։ Խնդրում եմ օրակարգից մի շեղվեք։ Ու ես անցնելու եմ հիմա հենց այդ հարցին, որովհետեւ հենց այս ձեր գաղափարական, քաղաքական, այս մոտեցումներն է, որ դուք սերմանել եք նաեւ սահմանադրությամբ անկախ կոչվող մարմինների ձեր իսկ կողմից միայն ձեր իսկ կողմից ընտրված անդամների խոսույթում եւ դրանով է պայմանավորված, որ այսօր երբ որ ներկայացնում եմ այս նախագիծը կապված հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի անդամ պարոն Հակոբ Հակոբյանի կողմից սահմանադրության եւ օրենքի պահանջների խախտումները ես հասկանում եմ, որ եւ մենք հասկանում ենք, որ այս նախագիծը ընդունվելու շանս չունի, որտեղ ձեր խոսույթի, ձեր գաղափարական, ձեր պատկերացումների արտահայտողն է եղել պարոն Հակոբյանը հենց այդ հանձնաժողովում։ Եվ ոչ միայն ինքը, նաեւ այն արձագանքը, որ տվել է արդեն Տիգրան Հակոբյանը, հանձնաժողովի նախագահը։ Մի հատ վերցրեք, նայեք, որևէ բանով չի տարբերում ձեր խոսույթն ու իրենց խոսույթը։ Հա, ես գիտեմ, որ դուք քաջալերում եք, որովհետև ձեր մտքերն են ներկայացնում, բայց ի տարբերություն ձեզ, որոնք քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, սահմանադրության համաձայն հանձնաժողովի անդամները, նախագահ եւ անդամները իրավունք չունեն իրենց անգամ ձեր իսկ համոզումները բարձրաձայնել, քարոզել։ Սա է գրված սահմանադրության մեջ։ Սահմանադրության մեջ ուղիղ տեքստով է նշվում 197-րդ հոդվածի 5-րդ մասը շատ պարզ ասում է, որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։ 6-րդ մասը ասում է, որ այս պայմանը խախտելու դեպքում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է ազգային ժողովը падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։ Մենք հասկանում ենք, որ 3/5-ը, ինչպես քիչ առաջ նշեցի, դուք եք եւ ձեր խոսույթն է տարածում։ Եվ ակնկալել, որ այս որոշումը կընդունվի, չունենք տենց միամտություն մտածելու։ Բայց մենք բերել ենք ցույց տալու համար, որ որքան կեղծ են ձեր պնդումները։ Երբ որ դուք խոսում եք սահմանադրությունը պահելու անհրաժեշտության մասին, բայց մյուս ձեռքով ոտնահարում եք այդ սահմանադրությունը։ Այս պահանջը կիրառելի է, թե կիրառելի չէ։ Պետք է պահվի, թե չպետք է պահվի։ Քիչ հետո նաև վստահ եմ խոսույթներում բարձ կլինի պահվելու է թե չէ, բայց համոզված եմ, որ չի պահվելու դա։ Բայց տեսեք, ինչ հիմնավորումներ։ Հա, քաղաքական չեզոք։ Ինձ թվում է դուք ծանոթացել եք արդեն բանը, բայց եթե չեք ծանոթացել, խնդիր չկա։ Ուրեմն տեսեք, Հակոբ Հակոբյանը առաջին հերթով տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցնում հայ հեղափոխական դաշնակցության հասցեին եւ այդ գնահատականները ուղեկցում է ատելության ըստ էության քարոզով հանդեպ դաշնակցության։ Բացի դա, քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ ձևակերպումներ է տալիս խուժան եւ այլ արտահայտություններով։ Այս ձևակերպումները քիչ առաջ նշված կանոնների ուղիղ
հակասում են։ Որքան էլ ներքին համոզում ունենա պարոն Հակոբյանը, նա իրավունք չունի դա բարձրաձայնելու։ Էլ չասեմ, որ այդ համոզումների կամ այդ գնահատականների մասով պատրաստ եմ ժամերով քննարկում անել եւ հանել այդ կեղծ մեղադրանքները, շինծու մեղադրանքները եւ այն գնահատականները, որոնք հնչեցնում են ազգային ազատագրական պայքարի բովում ծնված եւ իր պայքարը 135 տարի շարունակող քաղաքական ուժի նկատմամբ։ Սա ոչ միայն այն մասին է, թե ինչպես է անկախ կոչվող պետական մարմնի անդամը խախտում սահմանադրությունն օրենքի պահանջը, այլ նաև այն բարոյական գնահատման չափանիշի մասին է, որով պետք է մենք բոլորս դուրս գանք եւ հանրությանը ներկայանանք։ Նորից եմ կրկնում, ցանկացած հնչած խոսք այդ հեռուստահաղորդման ժամանակ, այդ թվում մեկնաբանի կողմից տրված ոչ միայն քննադատության չի դիմանում, դրանք 99% կեղծ են, սուտ են։ Դաշնակցությունը իր կարգախոսից բերել է մահը մեզ, կամ ստացել է մահը։ Դաշնակցության գաղափարախոսությունը վտանգավոր է եւ այլն։ Այսպիսի արտահայտություններ։ Այս արտահայտությունների հեղինակը մեր գնահատմամբ իրավունք չունի անկախ պետական մարմնի անդամի կարգավիճակով հանդես գա կամ շարունակի հանդես գա, որովհետև սա վատ ավանդույթ է, վատ երևույթ է։ Նորից եմ կրկնում, եթե ցանկություն ունի պարոն Հակոբյանը զբաղվել քաղաքականությամբ, թող դուրս գա, ելնենք իրար հետ բանավիճենք։ Ինչպես ձեր հետ ենք բանավիճում, քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, բանավիճում ենք։ Բայց ինչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը, որը սահմանադրությամբ պարտավոր է ցուցաբերել չեզոքություն, զսպվածություն, նման գնահատականներ հնչեցնի։ Ի վերջո, մենք, գիտեք, հետաքրքիր մի բան էլ կա։ Այս նախագիծը կարող է չհասնել այստեղ։ Եթե պարոն Հակոբյանը անկեղծորեն իր օրինակ թերությունը, իր սխալը ընդուներ եւ զերծ մնար դրանից հետո նման վարկագիծ դրսևորելուց, բայց ոչ, պարոն Հակոբյանը ոչ միայն չի իր խախտում ընդունել, նաև պնդել է, որ ինքը չի խախտել, այլ նաև հետագայում էլ է շարունակել։ Եվ սա նորից եմ կրկնում, վատ նախադեպ է։ Առաջին անգամ է, որ անկախ պետական մարմնի անդամի լիազորությունների դադարեցման հարց է բարձրացում ազգային ժողովում։ Եվ այն էլ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ։ Եվ շատ կարևոր է, որ ձևավորվի այն իրական չափանիշը, չափորոշիչը, այսօր ընդդիմության նկատմամբ էս հերյուրանքը, վաղը կարող է լինել ձեր կուսակցության նկատմամբ, կամ ցանկացած այլ քաղաքական ուժի նկատմամբ։ Եվ եթե այս վարկագիծը պահպանվի, ստացվում է սահմանադրության որևէ կարգավորում չի կարող աշխատել։ Պարոն Հակոբ Հակոբյանի կենսագրությանը ծանոթանալով, որն եղել է նաև մշակույթի նախարար, Հայաստանի ծանր ժամանակահատվածում, առաջին պատերազմը շահած ժամանակահատվածում, դժվարին ժամանակահատվածում, համոզված եմ, որ պարոն Հակոբյանը նաև ծանոթ է նաև այդ շրջանում դաշնակցության նվիրաբերված գործունեությանը Արցախյան ազատագրական պայքարին։ Նման գնահատականներ հնչեցնելը կամ իրավիճակի կամ քաղաքական կոնյունկտուրայի դրսևորում է, կամ զսպվածության բացակայություն։ Իհարկե, շատ մեղադրանքներ կան պարոն Հակոբյանի կենսագրությունը, որ նայում ես, ես որևէ այդ մեղադրանքներին չեմ ուզում անդրադառնալ, տարբեր անձանց վերաբերյալ կամ մասով, բայց տվյալ դեպքում, երբ որ մենք խոսում ենք արդեն մի մարդու մասին, ով ներկայացվում է որպես մշակութային գործիչ, ներկայացվում է որպես
պետական կառավարման համակարգում փորձ ունեցող մարդու կենսագրություն ունեցող մարդ առնվազն տարակուսելի է, որ ինքը ըստ էության չի պատկերացրել հանձնաժողովի անդամի կարգավիճակը մշակութային գործչի կարգավիճակից։ Լավ լինելով հակադաշնակցական, դա ձեր իրավունք չի վերապահում, որ դուք պետք է ձեր կարգավիճակը օգտագործեք ձեր այդ քարոզը տարածելու համար։ Սա շատ պարզ բանաձև է, չէ՞։ Ինչն է պատճառը, որ այս պարզ բանաձևը չի ընկալվում։